Ողջույն բոլորին, սիրելի հետևորդներ, Հանդուչոլում բերք հավաքելու սեզոնը համարում ենք բացված, իստված ջանջը, որովհետև արդեն ինչպես գիտեք, Շամշադինում մեր բնությունը շատ հարուստ է հանդով, կանաչեղենով, իհարկե սկսվում է սնկով, սինդրուկով, հետո անցնում ենք թթուներին, թթվածուներին, լինում է բլդերղան, կինազո, խիցկոտ, շուշան, ակցան, այդ արդեն տապակելու դեռ հիմա չկա, թելուկի մասին է խոսքը, ու այսօր ով է ինձ հյուր եկել, Ջուլիետա տատիկս, քանի որ իրանց այգում ինչքան թթվածու բանջար ա եղել հավաքել ա բրծել, իմում էլ հավաքող չկար, այսօր տատիկի ընկերակցությամբ թթվածու ենք հավաքելու ու խոսենք դեսից, դենից, հին ու բարի ժամանակներից, գնամ միանամ տատիկին տնամ, ճարվը մա թե չէ, ճիշտն ասած, այս վերջերս որ եղանակը շատ վատ էր, մի քանի օրում այնպես արագ աճեց այս ամեն ինչը, նույնիսկ այն, որ թթվածու չի, մարդաբոյի է հասել ու անցել, ամուսինս երեք հնձեց մի բոլ, այսցի էստեղ ափսուս ա, էլի թթվածուները թող վաղը քաղենք, նոր կակրաս կիրակի ա վաղը, այդպես թողեց, եթե այսօր չքաղեինք, այսօր հնձելու էր սաղ միտեղ թուփանի, գնանք քաղենք, մի կողմից արդեն հնձելով գալիս ա, շատ խոսացի, գնացի, առաջանա, Опа. Ջուլիետա տատիկ, զատ աճարվա, վախն անցակցել, թե նհել կա, հա, ինքան էլ հստացել, պարթամացել ավր, շոք հա ինքն էլ ատա, շոք իլդես, Հա, այս մի երկու օրը մնեզոս հբորխոն տեղը Հա, դե չէ, եթե պույնդա, հա, բրախի կորչի Դետքի չի Չէ, հա, դե վայ, լիքնա, հա Ինքն էլ ընդի հնձի ինդի նորից բեն անը Վրազ դիերը մա Ճուտ էր մալարը Հա Ստին ամբլդվան կուտումենա Դա հես չվարի տակը սաղուղակ եղոլ են կինազող պեն աճարվում, ստի իզուտ բլդրղանալ Հա, զոլամլիկ Բայց դե ամենահամովը շուշանը չի Շուշան կինազող Կինազող իննել միչ է պապուկ թևերն ապըտ, գո հարճան Ես կողքինին որ կոշտել լիք ու կաղաս Հայտ կտրվում չի Ենա միչուգի կողքի այыз ғայդինին ապել Զովան լիգեր դրանք елена Ես այыз պտտում եմ սաղ կտոնա Սիրելի հետևորդներ, ես իծկոթն է Մի քիչ փափուկ թևերով, այս ցողունի վրա փշերա նման բաներ ա, տակի մասը կարմիր ա, ու սա արդեն թթու դնելու չի, ճիշտն ասած, տեսեք չոր ա, բայց սա կլպում ուտում ենք նաև Չեմ կարա բացատրեմ ինչի համի, ովքեր որ չեն կերել, չեմ կարա ասեմ ինչ համ ունի, բայց դե դա կանաչեղեն ա էլի Կծվուկ, թրթնջուկ, թթվածուներ, ինչ ասես ճարվում ա մեր հանդերը Այս հլա իմ չապարն ա, չմշակված տարածքը
ու սաղ տարբեր համեր ունեն։ Իցկոթը ուրիշ համ ունի, կինեզոխը вообще ուրիշ համ ունի, ու ինքը ասում են, որ շատ ուտում ես, շաշանում ես։ Չենք փորձել, լսել ենք։ Բլդրղանը հում չես կարա ուտես, պիտի անպայման խաշես թթու դնես ու թթվի նոր ուտես, բայց ես մնացած կանաչեղենը խաշում ես աղաջուր լցնում արդեն հաջորդ օրը կամ այդ օրը նույնիսկ երեկոյան արդեն կարող ես ուտել, շատ համով։ Ու ճիշտն ասած ամեն սեզոն իր թթուն ունի, դե կլոր տարին կաղամբի թթուն կա ու կա, ձմեռը պարտադիր է վարունգի թթուն, կաղամբինի հետ միասին, բայց այս գարունը, որ արդեն գարուն ամառ ենք մտնում, այս կանաչեղենի թթուններն է, որ կարիքն զգվում է, երևի սովորել ենք արդեն, պիտի ամեն սեզոնի իր համապատասխան ուտեսն ուտենք։ Վարունգ պամիդորն է, որ այդ ամառ ձմեռ ուտում ենք, որը թարմ, որը պահածո վիճակում ու 100 տեսակ պատրաստած լոլիկները մանավանդ, վարունգը դե մարինատ, թթու ու այդքանը։ Օգտվում եմ թեթավին։ Ուզում ես քաղենք տանանք ընդի վրացենք գոնե նստած ընդրես։ Ասմա թե չէ։ Համալ ինձ գրգմատուն աս մաքինա գործ տարասաղորը դյումենակ եսլեմ գործտ մնամա։ Լեի բրախիլդեմ դիերեմ, թե ինգերություն անեմ։ Սիրելի հետևորդներ, մի երկու բան էլ ասեմ այս թթուները պահելու մասին, իհարկե տարբեր ձև ենք այն պահում, կա որ ուղղակի թթու ենք դնում եւ ուտում, կա որ դնում են պահածոյացնում են, ճիշտն ասած ես չեմ պահածոյացրել երբեք սրանցից, մամասա փակում, միշտ մեզ էլ բաժին է հասնում պարտադիր, ու ասեմ որ մանավանդ հեռուներից եկած մարդիկ, ովքեր այս սեզոնին այս տարվա այս ժամանակահատվածում չեն գալիս Հայաստան, մեր գյուղ շատ են կարոտում այն ամենը, ինչ որ իրենց երեխա ժամանակ կերել ու օգտվել են այդ բարիքներից, բնության բարիքներից, ովքեր որ ձմռանն են գալիս ու պահածոյացրած այս ամեն ինչից հանում ենք իրանց համար խորոված ու խաշլամարժի, շատ մեծախորժակով ու սիրով են օգտվում, կան մարդիկ, ովքեր դնում են սառցարան, ճիշտն ասած մտածում եմ, եթե շատ հավաքվի, դեռ են կողմի վրա մեր այգին է, տատիկը առաջանում է հավաքելով, տնամ եթե շատ հավաքվի, կարելի է թեթև խաշած ու դրած սառցարան, որովհետև պահածո, բայց դե մաման, որ սարքմա կարելի է հարցրած ու մամայի նման էլ պահածոյացրած, այդպես էլ է շատ լավ լինում, թարմի նման հանում ուտում ես, բայց ինձ թվում է, որ թեթև խաշենք ու դնենք սառցարան, հետո հանենք հետ գատ, աղաջուր դնենք շատ համով, նույն, ինչպես որ սինդրուկն ենք պահում, նույն այդ ձև կմնա ինձ թվում է։ Հիմա ինչ անեմ, գնամ արագ մի հատ պաղար չունցեմ, զովը ստալով, մածուն էլ կա, ռեժան էլ կա, ծյու էլ կա, պեսոկ էլ կա, մի քիթ էլ խոզի յուղ, սաղ խառնեմ իրար, մի հատ լավ պաղար թխեմ, որ տատիկիս հետ սուրճ խմեմ, խանութ գնալու ոչ ժամանակ կա, ոչ էլ իմ թխածիցն են դի լավա կա, կինեմ թխեմ վրաս։ Մի քիթ էլ խոզի եղքից ենք հալի, վստալով։ Բայց բիրեմ ենք հանանան վեր, երկու հատել է դերնը, եկուց հետս բերերիվ, դաղոն սար կքինեմ, մի կտոր սար, մի կտոր մրոնց, բրծով էլի, այս մածուն, այս ձու, վստալով ենք էլի սարքım զոլ, վա, այդ ինչ ձևեր էլի, մի լավ բաժակ մածուն, ասել զոլ լավ լծրի է, այս ինչն է, սոդան է, մոտավորապես մի թեյի գտալ սոդա, փակեցինք, մի քիչ վանիլին, վանիլին նացենք,
լավ խառնում ենք, փրփրեմա ու լցնում ենք այս զանգվածի, ինչի զանգված չկա, արդեն հալեցված յուղի վրա։ Յուղն էլ քանի որ հալված է, լավ հարվում է հեշտ, հալված է, լավ հարվում է։ Այստեղ առանձնացնում ենք, չենք առանձնացնում ներողություն։ 2 ձուն ինչ եմ ամանում կոտրում, որ հանկարծ վատը լինի, խմորեղենս չփչացնի, այս մեկի էլ սպիտակուցը գցում եմ խմորի մեջ, դեղնուցն էլ պահում եմ երեսին քսելու համար, մի պտղունց աղ ենք ավելացնում, այդքան, ընդամենը, սրանք խլամները հավաքում ենք արագ-արագ, որովհետև շատ վռազում եմ, как живется в Шамшадине համի բաժակով էլ, նարեկիս մատաղ, ավելացնում ենք շաքարավազը, կտալն էլ մեջներ, եթե քաղցր եք սիրում, շաքարավազը շատ ավելացրեք, ուզում չեք ուզում շատ քաղցր լինի, ըստ ճաշակի։ Ու ամեն անգամ պատրաստելիս ասում եմ, բայց էլի լիքը հետևորդներ ունեմ, որ ասում են Գոհար ջան, մի հատ բաղադրատոմսը գրի էլի չափաբաժիններն ասա, ես ոչ մի անգամ բաղարջը չափաբաժիններով չեմ սարքել, ժողովուրդ, ներողություն եմ խնդրում։ Ու ամեն անգամ տարբեր բաղադրատոմսով եմ սարքում, որովհետև մի անգամ մի քիչ մածուն եմ գցում, մի անգամ, Ռեժան, բաղարջի կարևոր բաղադրիչներից մեկը։ Սիրելի հետևորդներ ջան, մեր մոտի բաղարջը տարբերվում է հենց Ռեժան գցելով, Ռեժանի համով, այնպես որ քիչ էր մնում մոռանայի, լավ խոսացի այդ մասին։ Ռեժանը եւս մեկ անգամ ասեմ ինչն է, Ռեժանը հում կաթի սերն է, որը առանձնացնում են թե ձեռքով, այսինքն կաթը երբ սառում է, այսքանն է սրեաբոլ։ Երբ կաթը սառում է, երեսը գդալով քաշում են։ Կամ էլ իմ հոլովակներում տեսած կլինեք, եթե չեք տեսել, կարող եք մտնել ու նայել ովքեր նոր են միացել, երբ սար եմ գնացել Տիկին Գյոզալի ու իր որդու Գևորգի մոտ ու նրանք սեպերատորով, կաթի զտիչով, կաթ են զտել, այսինքն յուղային մասը առանձնացնում են կաթից ու ստանում ենք Ռեժան, Ռեժանը հում կաթի սերն է, այսինքն տնական թթվասերն է, որը շատ համով է ու համի հետ ոչինչ չես փոխի։ Ինչպես կարոտի թևին ալիքում եմ ասում, կարոտ մի մնա, եկեք, փորձեք, առեք, կերեք կամ հյուրասիրվեք, էսա մեր խմորը, հիմա ավելացնում եմ այնքան ալյուր, որ ստացվի ձեռքերից չկոպչող պինդ խմոր, գնացինք։ Այս մի գունդ, այս էլ մի գունդ, այսինքն այս մի պաղարջ, այս էլ մի պաղարջ, բաղարդնակս ինչ արի, էսա։ Սիրելի հետևորդներ, հիմնականում բաղարջը թխում են կլոր։ Ես փոքրուց այդպես եմ հիշում, որ տատիկս արում թխում էր, հետո մայրիկս մինչև առ այսօր թխում, մի ժամանակ սարի խմորեղեն էր, բայց մեր ընտանիքում արդեն ինչ սկսել եմ հիշել,
մայրիկս միշտ պատրաստում է ու թե փռում հաց էր թխում, փռում էր պատրաստում, թե ջեռոցով էր հաց թխում, ջեռոցով էր պատրաստում, կամ մի առավոտ վեր էինք գնում հենց բաղարջի անուշ հոտից։ Ոչ շատ բարակեցնում ենք, ոչ էլ շատ հաստ ենք թողնում։ Սա մեկ։ Քինա։ Ապրեսիվ։ Բացում ենք այն չափին, ինչ չափի որ ուզում ենք ու թողնում ենք մի քանի րոպե հանգստանա։ Պատկերացրեք, այսպես ասեմ, որ հասկանաք ինչքան։ Ջեռոցը սա բացում եմ ու ջեռոցս միացնեմ։ Մինչև ջեռոցը տաքանա, սա բավական է, որ ուղարկեմ ջեռոց։ Իհարկե երեսին ձու եմ քսելու, պատառաքաղով սիրուն նախշեր եմ անելու ըստ ճաշակի, ծակծկելու ենք ամբողջ երեսը տարբեր տեղերից, որ հավասարաչափ թխվի, միտեղ փուչիկ չանի, միտեղը հում մնա սմկած, մի խոսքով, ինչպես ցանկացած խմորեղեն։ Տատը որ եկել չէր, ես պաղաշ թխողը չէի, զոլետա։ Սիրելի հետևորդներ, այգիս լիքնահանդով, տեսեք ես էլ ինչա։ Այնտեղ տատիկը թթուններն ա քաղում, թթվածուն ա քաղում, այստեղ էլ վիլուկ եմ հայտնաբերել։ Իմիջայլոց մի լավ հոլովակ ենք նկարելու, ավելուկ քաղելու, մենք ավելուկին վիլուկ ենք ասում, գնալու ենք թաթմրղուզ, գնալու ենք մրղուզ սար, իհարկե չենք բարձրանալու գագաթին իսկի ավելուկ չի էլ ճարվի հաստատ, բայց փեշերից, լանջերից ավելուկի տեղ գիտեն, գնալու ենք մի լավ համով հոլովակ էլ դա կնկարենք ու մեշուկով հանդ կքաղենք։ Ավելուկի տերևները տարբերվում են այն մոլախոտերից, որը մենք ասում ենք ժեփր, կռոթուն, դրանցից շատ են տարբերվում։ Հիմա կմոտիկացնեմ, սպասեք հավաքեմ, մոտիկացնեմ ու ձեզ եւ ցույց տամ եւ բացատրեմ, թե որն է ավելուկ։ Ինքս կանաչեղենը ոչ բոլորին է դուր գալիս, որովհետև ինքը մի քիչ դառնություն ունի, բայց որ լավ են սարքում, լավ են եփում, տապակում։ Իմիջայլոց մեր մոտ է, որ հիմնականում սրան տապակում են, ուրիշ լիքը տեղեր իրանից լավ աղցաններ ու ապուրներ են պատրաստում։ Սկեսուրս մի հատ ավելուկով ապուր ունի, շատ համով է, միշտ որ սարքում է, այդպես հաճախակի չի սարքում, բայց երբ սարքում է, գիտի որ ես շատ եմ սիրում, պարտադիր կամ ինձ բաժին է հասնում, կամ գնում այնտեղ եմ համտեսում։ Այս ինչքան էլ կար թաթու։ Մի լավ թուփ հալել, կարող է ներքևել լի։ Հոպ սուզելա, լավ է տեսել ես։ Սրանք էլ քաղիլի։ Ժողովուրդ, հիմնականում մեր մոտ ավելուկը չորացնում են, այս տերև որ տերևը փչացածա դա չենք վերցնում, ժողովուրդ։ Հիմնականում չորացնում են, հյուսում ու չորացնում են։ Ստվերոտ տեղ, որ ինքը գույնը վրեն, կանաչ, սիրուն, չոր հյուս դառնա, ու այդպես պահում են թղթի պարկերում կամ սառցարանում, հիմնականում այն ժամանակ պահել են պատվալներում, այն թղթի պարկերում։ Կարող է էլի։ Սիրելի հետևորդներ, տեսեք, ես ավելուկը, ինքը բարակ ու երկարավուն է։ Չես համեմատի սրանց հետ, տեսեք։ Բացարձակ նման չեն իրար։ Ժեփրի հետ էլի, ժեփրին էլ ոնց են ասում։ Ժեփրի հետ էլի հնարավոր է շփոթեն, ովքեր որ ավելուկին ծանոթ չեն, բայց նրանք էլի, ովքեր որ միշտ քաղել են, չեն կարող էլի շփոթեն, որովհետև ժեփրի տերևները այսպես բարակ երկարավուն չի։ Ինքն էլ է լեն թևեր ունի։ Սրանք ափսոս էին, այսա հենց այսպես կանաչել կտապակենք։ Այդքանը։ Всё, սրանք էլ հեչ, տեսեք ինչքան մի թփից։ Խնդրեմ։ Էսել մեր ավելուկը գնացի։ Սիրելի հետևորդներ, ճիշտն ասած մենք միշտ չոր վիճակում ենք տապակել կերել,
Մի տարի տալս եկավ մեր Սարը ու այդպես թարմ կար քաղաց ավելուկ, ասեց, որ այսպես կանաշ տապակում եք, այնքան համով ա լինում, ոնց որ սովորական թելուկը, աղցանը, ինչպես ենք տապակում կանաչեղենը։ Ասեց լվանում ես կամ խաշում ես թեթև, լցնում ես սոխառածի մեջ, կտրատում, վրեն աղուձ ու լցնում ու խնդրեմ համով, իսկապես այնքան համով էր ու մեզ համար նորույթ, որ ախորժակով կերել ենք, էտ ալի ու բոլ մսեղենի բանի մեջ բոլորս ես էինք ուտում։ Հիմա ես էլ ես կսարքեմ, երեխաներս դժվար ուտեն, բայց ես կուտեմ սխտոր մածունով։ Վայ մամա ջան, ժողովուրդ 100 գործ ենք ձեռնարկել, որ ամբողջ օրը տունը չենք լինում։ Այս շաբաթ կիրակին մեզ համար էլ լվացքի, էլ ուբորկի, էլ ինչի ասես, էլ մաքրության, էլ պատրաստելու, էփելու, թափելու, հավաքելու, ամեն ինչի։ Էս էլ ես, տատիկս էլ արդեն թթվածուն ա քաղել, մի մեծ տոպրակեն ա բերեց, վեդրոն լցվել էր։ Մնացածը դեռ քաղում ա։ Ես էլ ձեռքերս լվանամ ու արդեն ջեռոցս տաքացել ա, միասին նախշենք ու բաղաժներս թխենք, մի հատ սուրճ խմենք, մոթային գնգեն ու բզրցրի։ Ու իհարկե չեմ կարա չասեմ, այս յուղաթղթերը փրկություն են, ջեռոցի տապակները մաքուր պահելու համար։ Նախշում ինք նոր ձու կիսեմ, թե ձու ինք կիսեմ նոր նախշում։ Մեկ տշ չի։ Մի ձվի դեղնոցը, բայց կա երիքի երկուսին էլ։ Երեսին էլ կարող ենք կսել տարբեր կարմրացնող բաղադրիչներ։ Կարող ենք մածունի վրա մի քիչ շաքարավազ լցնել, դա կսել։ Կարող ենք ձվի դեղնոցի հետ մի քիչ, ես բիրեմ մի քիչ կաթքիցեմ։ Համշատանա երկուսին էլ հերիքի։ Ձվի դեղնոցի հետ շատ քիչ կաթ ենք լցնում ու այդպես էլ է շատ սիրուն կարմրում է ժողովուրդ։ Այդքանը հերիք ա, որ ինձ օգնի երկուսին հերիքացնեմ։ Հաջան, ձուն կսեմ։ Բա ոնց չեմ տարև ջան։ Սպասիբա ղարճեքիցեմ դուխովկեն նոր, հա։ Արևի շողերի նման։ Սիրուն նախշեք, ինձ թվում արևի նման էլ կարմրաթուշ սիրուն բաղարճա դառնալու, կամ թվում է կամ էլ էտա կդառնա, չի հա կդառնա, ինչ են կարել որ չդառնա։ Են հայերինք, են հաթե երեմ ենք, մատ ներսել եմ երեմ, մնակ բաղարջը չեմ երեմ, դե համպերի լավ, ոպաս, խնդրեմ, գեղեցկուհի ենք տխել, հաջորդին ուղարկում ենք նույն գործի, տեսեք, որ ասում էի կարմրաթուշ, բույրի մասին խոսք չկա, համի մասին էլ, մյուսն էլ թխվի, տատիկն էլ պրծնի, կանչեմ, կամ ես սուրճ պատրաստեմ ու գնանք միասին խմենք իչքոնո։ Սել, սաղել ետա, տազիկ էլ բիրեմ, երկու տեսակա, թե 3։ Ինազող չիկա համար։ Դանակը ձերնոցի թե տստի էր հլեի։ Զոլ ես։ Նա ձերնոցնի չեչ։ Հա, ձերնոցնի տել ես։ Նա զոհրանով ես գործամ, մապնոց իսկոտից սվանում։ Խոզի պենջարեք քաղամ տեր, թե չէ։ Խոզի պենջարեք քաղամ տեր։ Չուտորի մահար, կտորը մամ իրան ստալը է կերի հետ։ Հա։ Կերը առանցին ացպսմնք իրան ծմննին, պենջարներ կողքերով վր ացն վր։ Չիկեշ։
Շիշեցնեմ աստի։ Լավ էր ուտման, լավ։ Հելական կարծիաճուտորեն։ Դե մհլ, որ մի գոջել նան երկու գոջումի ընդուցել ենք տալի։ Կտորած պենջերը։ Հա, դիրելա գոջենի։ Հա, երկու գոջումն ենք էլի քանորա, հա։ Պենջերը դեռնովը նիա դառնում։ Ասմա անասնաբուժնալա սրթե պենջերը թունավորողա պենջեր միգտալ։ Դեմոր խոզերում հետելա պենջերից թունավորվել չեն։ Եվ հման պենջերը խալխերը։ Երգուն է ձեպ հման ռավոտը լականում տալի խշրոցն գյաց։ Հա, թթված արդեն։ Պենջերն է շուտ թթվում։ Տալիս էլ ետարին սարինինք, տանել անց եթիկանք։ Քնացինք միրուգուկան չելին, քնացինք ընդիտա քրթը վրել պենջեր եփում, խոզերի մահարը ռավոտը դիտալ։ Հետո աղջիսը չխիտա թունավորողական, թե չէ միզատալալ եմ չի միշտ ծղի ենք անում, եփածն ենք տալի, եփած պենջերը տալ չէ։ Հինանմա ծոխանք մոխանք էլ հետ նեկցին։ Հետա, ես ուղոն աղջիմ կուտան նետա։ Իմ ռեխիտոնն այլի գոհարջան։ Ոյ։ Իմ ռեխը դուք եք, իմ ռեխեն ենա էմին նաստրախանա միկենդ հետ եմ տղել եկել են լոգիրի թեկիկեն թեկել չէ։ Այն ինչ կանա, կգեն լել։ Ձերնոսնի թանի կոպեն խմանք նոր։ Ով բաս կշարունակ ես։ Պես ամանն էլ գուրթանից եմ նոր ստաց։ Չից։ Եվ երքինացել ինք լորի։ Հայ էդ որ ընդրուգնում հակցես։ Նա նվիրել է կնիկ։ Այո, երեխաներ եկեք բաղարջ կերեք։ Տաննան ռխքը։ Դաղջանի դե, խջիս կաննա կաղացանդս։ Երբ մթիկ ենա կաղացանդս։ Դու կարող է ճաշիկ շել էտա գնազուխնել։ Դիդում էլ չեմ, լամիա, աղիա։ Ենի կուր մի բանն արած վատնել եմ։ Այն ինչ կամա համող, բա։ Լավնա լավը։ Փափուկ։ Հա, զոր փափուկ լավներ։ Վայ, ապրեստի, հա։ Ես երկուց կոթիմ հար։ Դյուր երկուս, հլը դե երկուսնա։ Համից կոթի հիմար, համ որ դու չգայիր մենք բաղար շուտողը չէին։ Հա,